Այնինչ եղել է Մատենադարանի շենքում, երբեք չի եղել պատմության մեջ։ Կրթվելը նորաձև է շարժման մասնակիցը հանդիպումից դուրս է գալիս այս համոզմունքով։ Պատմության մեջ չի եղել նման բան, որ հասարակ քաղաքացին հնարավորություն ունենա այսքան մոտիկից շփվելու երկրի ղեկավարի հետ, այսինքն քաղաքացին իրավունք ունի այսօր վարչապետի հետ անմիջական կապ ունենալու եւ շփվելու։ Զրուցակիցս մանկավարժ ներկայացավ ու չհավանեց, ինչ սովորեցիք հարցը։ Մենք չենք գնացել այստեղ այս պահին սովորելու, սա մեծ գաղափարախոսություն է, որի մասին պիտի լսեք։ Վարչապետի ու նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար Լոռու մարզի Թումանյան համայնքից Երևան էր հասել Սվետլանա Եգանյանը, այնքան ոգեշնչված է, որ սպասում է հաջորդ հանդիպմանը։ Թեմաները տարբեր էին, բազմազան էին, արդիական էին, բոլորին հուզող էին, սկսած սոցիալական մանր-մունր շատ հետաքրքրող հարցերից, մինչև պետական եւ մեր մեծ ասպարեզ դուրս գալու մեր հայրենիքի։ Նա նույնպես նշանակալի է համարում երկրի առաջին դեմքին ու նրա տիկնոջը լսելու ու հարց տալու շանսը։ Եթե չեն էլ ստացել, համենայն դեպս հպարտեն, որ իրանք այդքան մոտիկից իրականացրել են իրանց այդքան երկար սպասված հարցը տալը։ Մարգարիտ Հովսեփյանը հերվից չի եկել Մալաթիա Սեբաստիա համայնքից, պակաս ոգևորված չէ, ահա թե ինչ կար կրթական նորաձևության օրակարգում։ Շատ լավ անցավ, խոսում էին երկրի դրությունից, որ ժողովուրդը հավատան, որ ամեն ինչ լավ է լինելու, մեր սահմանները ապահով է լինելու եւ մեր երկիրը հաղթանակի դուրս է գալու այս ճգնաժամից դեպի Եվրոպա կգնա։ Մասնակիցների տպավորություններն այնքան հախուռն էին, որ պարզ չդարձավ, ինչ նորարարություն կար ներսում, պարզ էր այն, որ ոգևորված էին բոլորը։ Շատ հետաքրքիր էր, շատ բովանդակալից էր, ավելի մոտիկից վարչապետի ճանաչելու համար։ Որ լսեցի կրթությունը նորաձև է, մի քիչ տարօրինակ թվաց, էլի միթե մենք կրթված չենք, որ կրթությունը նորաձև է, բայց հետո ես մասնակցեցի, ցանկացա մասնակցել եւ տեսա ինչքան խորություն կա այս հանդիպման մեջ, ինչքան գեղեցիկ է կրթվելը։ Մասնակիցներից Արեգնաս Հովսեփյանին տպավորել էին առաջին տիկնոջ մեջբերումները։ Հրանտ Մաթևոսյան մեջբերումներ գեղեցիկ ձևով մեկնաբանում էր։ Ինչ մեջբերում էր չհիշեց։ Աննա Հակոբյանի բանախոսության հենց այդ հատվածն էր մեծ աղմուկ բարձրացրել մի քանի օր առաջ, երբ կրթվելը նորաձև է շարժումը հասել էր Արմավիրի մարզ։ Իմ քայլը հիմնադրամի պաշտոնական էջում հանդիպման լուսանկարներն են, դրանցից մեկում առաջին տիկինը Հրանտ Մաթևոսյանի նկարի ու նրան վերագրված «Բայց քան պարտություն կրես ու պարտվել չսովորես» խոսքի ֆոնին։ Գրողի որդին Հրանտ Մաթևոսյան կենտրոնի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն ահազանգեց, այդպիսի բան Հրանտ Մաթևոսյանը չի գրել։ Վերագրելով այդ հատվածը եւ այդ հոդվածը Հրանտ Մաթևոսյանին, ասել որ Մաթևոսյանը պարտողականության գաղափարաբան է, գաղափարախոս է, ապացուցելու համար սեփական պարտողականության խնդիրը, անհրաժեշտությունը երկրի վզին դա փաթաթելու համար։ Նախ Մաթևոսյանը այդ հոդվածի հեղինակը չէ, Մաթևոսյանի ցիտատ է բերված եւ ցիտատը բերել է Վանո Սիրադեղյանը։ Ըստ Դավիթ Մաթևոսյանի 25 տարի առաջ հենց Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակում է տպագրվել Վանո Սիրադեղյանի հոդվածը, որում եզրահանգում կա ըստ Հրանտ Մաթևոսյանի մեծամոր գործի։ Սիրադեղյանը գրել է՝ «Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորես, պարտվելն ինչ է, որ պարտվել չսովորես եւ ամեն պարտություն վերածես արհավիրքի»։ Հաղթանակի մասին հոդված է, հաղթանակի իմաստուն լինելու, ճշմարիտ լինելու, քաղաքականապես գրագետ լինելու, ոչ թե տգետ։ Դրա մասին է այդ Վանո Սիրադեղյանի այդ հերթական հրաշալի հոդվածը։ Ըստ Դավիթ Մաթևոսյանի մեջբերումը սխալ հեղինակի են վերագրել ու աղավաղել պարտվողականությունը հիմնավորելու համար։ Ուզում են հիմնավորել մի բան, որ այդ մարդիկ երբևէ կենթանի լինեն, մեռած լինեն, չգիտեմ, այն աշխարհում լինեն թե այս, այդ մարդիկ երբեք այդ բանը չէին ասի, որովհետև այդ մարդիկ պարզապես այդպես չեն մտածել։ Մաթևոսյանը կրթական արշավի մարտիկներին առաջարկում է Հրանտ Մաթևոսյանից ու Վանո Սիրադեղյանից հեռու հայ գրականության այլ օրինակներում փնտրել պարտության գաղափարախոսների։ Արմավիրի հանդիպումից հետո Մատենադարանի սրահում արդեն Հրանտ Մաթևոսյանի լուսանկարին իր իսկ միտքն է մեծամոր էսեից, սխալն այսինքն շտկվել է։ Ինչպես է ստացվել, որ կրթելու բարձր գործով զբաղվածները սխալ ու աղավաղված տեղեկատվություն են փոխանցում կրթվելու եկածներին։ Երեք փորձեցինք ճշտել Աննա Հակոբյանից, նա սակայն հասկացրեց հարցերի չի պատասխանում։ Փոխարենն այսօր Facebook-յան գրառմամբ բացատրեց 4 տարի շարունակ այդ տեքստը շրջանառվել է Հրանտ Մաթևոսյանի անունից։
Այս 4.5 տարվա ընթացքում ոչ ոք չէր կասկածում դրա ճշգրտությանը եւ առավել եւս ոչ մի բանասեր կամ գրականագետ կամ գրողի ընտանիքի որևէ անդամ չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթևոսյանն է, այլ Վանո Սիրադեղյանը։ Դավիթ Մաթևոսյանի նշած բովանդակությունը կեղծելու մասին գրառման մեջ անդրադարձ չկա։ Նորաձևություն բառը բանաձև չի, բանաձևում չի, PR քայլ է, սոցցանցային քայլ է եւ իրենց ամեն ինչը հենց սոցցանցային է։ Եվ դրա համար կարծում եմ երկիրը թե կառավարման առումով, թե իր վիճակի առումով այսօր սոցցանցային վիճակում է, абսուրդ։ 3 Մատենադարանի նոր մասնաշենքում հրավիրված հավաքը տևեց շուրջ 3 ժամ։ Ողջ ընթացքում վարչապետ Փաշինյանի Շարասյան տասնյակ մեքենաներ էին այդտեղ։ Անվտանգության աշխատակիցները տարածքը պահպանվող էին հռչակել։ Կրթությունը միշտ էլ նորաձև է եղել, նոր չի դարձել նորաձև։ Բայց կրթությունը միշտ նորաձևության կապ ունի вообще։ Հանդիպմանը չմասնակցողներին նախ խորագիրներ զարմացնում։ Կուզեի մի բան, որ բացի ցուցադրականից նաև խորքային լիներ այդ ամեն ինչը։ Չգիտեմ այդպես է թե չէ, քանի որ կոմպետենտ չեմ ասեմ, ինֆորմացիա շատ չունեմ, բայց կուզենայի այդ ամեն ինչը նաև խորքային լիներ։ Արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյանն էր գործից Մատենադարանից տուն գնում։ Կրթական այս արշավից տեղյակ չէր, բայց Փաշինյանի մյուս իրական Հայաստանի քարոզի կողմնակիցն էր։ Միայն թե ասած տարիքի բերումով ժողովների վրա ժամանակ չի ծախսում։ 95 է։ Իմ կյանքի տարիքը թելադրում է, որ լինել ռացիոնալ։ Տարիքի ու ժամանակի հարց չկա ուսուցչուհի Պետրոսյանի համար կրթվելը մշտական process է։ Կրթվելը նորաձև է, արշավը խորտ։ Մասնակցել։ Ոչ, ամենևին։